Այ երեք ուղղություններով Փաշինյանը վախենում է, որ առաջիկա ընտրություններում ստանալու է փաստարկված ընդդիմախոսություն։ Հենց սա է նրան գցում այդ ցնցումների մեջ, նա կորցնում է adekvatությունը, կորցնում է բանականությունը։ Իդեպ Նիկոլ Փաշինյանի այս ներվային վիճակը փոխանցում է նաև իր թիմակիցներին։ Օրինակ, երբ որ անցած 3 օրերի ընթացքում 30 անգամ Ալեն Սիմոնյանը տարբեր առիթներով ասում է, որ մենք 50% գումարած ենք ստանալու առաջիկա ընտրություններում, չկարծեք, թե նա այնքան կորցրել է adekvatությունը, որ չի հասկանում, որ Պլիդուսի չափ ընկած է իրենց վարկանիշը եւ իրենք որևէ պարագայում 50% գումարած չեն կարող ստանալ։ Ալենը մյուսները դա շատ լավ հասկանում են, բայց փորձում են կոտրել են հոգեբանական մանտրաշը, որ ԿՊ-ի եւ նրա համակիրների շրջանում առաջացրել օրինակ Գյումրիի ընտրությունների արդյունքները։